Բարի լույս սիրելի հայրենակիցներ, օրը Կիրակի է, մեր սովորական ժամն է, որևէ բան չի կատարվում բացի այն, որ էլի ինչ որ կարգալույց քահանա ինչ որտեղ պատարակ է իրականացնում, բայց այսօր այդ մասին չեմ խոսելու։ Այսօր ուզում եմ բոլորին հիշեցնեմ, որ 2020 թվականի հունիս ամիսն էր, երկրում արտակարգ դրություն էր հայտարարված, եւ այդ արտակարգ դրության պայմաններում COVID-ի բոլորս դիմակներով խորհրդարանը նիստ էր գումարել։ Այդ ժամանակ գիտեք արտակարգ դրության ժամանակ չի կարելի ցույցեր անել, երթեր անել, հանրահավաքներ անել, բողոքի ակցիաներ անել։ Խորհրդարանը նիստ էր գումարել եւ որոշում էր, որ գույքահարկը երկրում պետք է սաստիկ, ես կասեի սաստիկ, թանկանա։ Եվ մենք բողոքում էինք, կռվում էինք, միակ խմբակցությունն էինք խորհրդարանում, որ կռիվ էինք տալիս դրա համար, որովհետեւ մյուս խմբակցությունը բոյկոտ էր հայտարարել, եւ միակ խմբակցությունն էինք, որ դեմքը վարկեցինք գույքահարկի թանկացման այդ օրենքին։ Այսինքն, այս իշխանությունը գույքահարկը թանկացրեց արտակարգ դրության պայմաններում։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, թե ինչ էր դա նշանակում։ Ուրեմն, ըստ այդ փոփոխությունների 21 թվականից պետք է մարդիկ վճարեին 25% ավել գույքահարկ, քան մինչ այդ վճարել էին։ 22 թվականին 30%, 23 թվականին 35%, 24 թվականին արդեն 50% ավել եւ 25 թվականին 75%, դա անցյալ տարի էր։ Հիմա 26 թվականն է, ասելի հայրենակիցներ, այս տարի 100%-ով ավելանում է 21 թվականի համեմատած գույքահարկի գումարը։ Երևան քաղաքում, մարզերում, Վանաձոր, Գյումրի բոլոր տեղերում։ Հիմա ես մարզերում եմ, պատտվում ենք, հանդիպումներ ենք իրականացնում։ Ես ուզում եմ բոլորին հիշեցնել, որ միակ ուժը, որ կռիվ տվեց դրա դեմ, եւ բոլորը մեզ ասում էին թողեք աշխատեն, նոր ա եղել հեղափոխություն, արա քիչ եք թողում աշխատեն այս մարդիկ։ Հեղափոխություն ա եղել, թողեք, վայ, վատ ռեժիմը, այդ հանցագործներին մերժել են, թողեք աշխատեն, ասում եք ժողովուրդ ջան, հասկացանք։ Մենք էլ ենք բոլոր հանցագործներին դեմ։ Բայց չի կարելի գույքահարկը այդ մասշտաբների թանկացնել։ Հետո սկսեցին ասել, որ Երևան քաղաքի վերաբերյալ ունենք հետեւյալ մոտեցումը, որ եթե դու տուն ես ժառանգել, օրինակ միայնակ կինա, շուտ տարեց մարդ է, որը ժառանգել է տարիների ընթացքում, հիմա տարեցա, միայնակ է, թոշակառու է, բայց գույքահարկը դարձել է, ասենք, չգիտեմ, աստղաբաշխական թվեր, որ ինքը իր թոշակով ունեցած եկամուտով չի կարող վճարել։ Ինչ առաջարկեցին այդ մարդկանց։ Գնացեք մասիվ ապրեք, գնացեք հեռու տեղ ապրեք, ուր ուզում եք գնացեք ուրիշ տեղ ապրեք։ Եվ ես դա այն ժամանակ անվանեցի Երևանի տարբեր տարածքներում, գոնե Երևանի մասով կարող եմ ասել, էլի, ըստ հարստության, ըստ վիճակի զտում։ Այսինքն, եթե դու վատ ես ապրում, երկրի վարչապետը պնդում էր, որ պետքա թող տունը ծախի, գնա, ասենք, մասիվներում ապրի, չի կարողանում վճարել։ Մասիվի գույքահարկ չունես, գնա Վանաձոր ապրի, գնա Կապան ապրի, այսինքն իշխանությունը որոշում էր, եւ հիմա այդ վիճակն է լինելու, թե ով որտեղ ապրի, բա տունը թանկ ապրի, թանկանոց տունը։ Մենք բերեցինք միջազգային փորձը, որ ժողովուրդ ջան, ըստ միջազգային փորձի, եթե թանկանոց տունը, թանկ տարածքում մարդը, օրինակ 100 տարի իր պապերից սկսած այդտեղ ապրում են կամ ավելի երկար, եթե ինքը վաճառի նոր գնորդի վրա, նոր թանկանա նոր գնորդի համար։ Եթե ինքն է շարունակում ապրել, պետք է ապրի 5 դրույքաչափով։ Ոչ, չեղավ։ Բոլոր մեր առաջարկները մերժվեցին։ Հիմա սա ինչի եմ ես հիշեցնում, որովհետև այս տարի դարձել է 100% այդ հարկը։ 100%։ Օրենքն ընդունվել է արտակարգ դրության պայմաններում, պնդում եմ։ Միակ ուժը, որ դեմ է եղել, Լուսավոր Հայաստան խմբակցությունն է եղել, մեր կուսակցությունն է եղել։ Հիմա ուզում եմ ասել, ձեզ դուր է գալիս Երևան քաղաքում ինչպես են ճանապարհները մաքրում։ Ձեզ դուր է գալիս Վանաձորում ինչպես են ճանապարհները մաքրում, մայթերը։ Ձեզ դուր է գալիս համայնքային ծառայությունները։ Համայնքային ծառայություն գոյություն ունի, աղբավայրը ոնց են այրում եւ այդ ծուխը շնչում ենք մենք։ Այդ շներով չեն զբաղվում, օրինակ այդ պետք է այդ կենտրոնները ստեղծվեին, ստեղծվեին։ Ուզում եմ ասեմ, որևէ ծառայություն, որակ երկրում չունի սիրելի հայրենակիցներ։ Միլիարդավոր դրամները հավաքում են, միլիարդավոր դրամները հավաքվում այս գույքահարկից, կոնկրետ հիմա գույքահարկից եմ խոսում։ Եվ ինչ են անում։ Իրենք իրենց ընկերներին տենդերներ են տալիս, ամեն օր դա բացահայտվում է։ Իրենք իրենց ընկերներով իրանք իրար մեջ բաժանում են օրինակ բաները, պարգևավճարներ, իրար պրեմիաներ տալ,
ասենք ապարքեվաճարել չի կոչվում, վարչապետին ասում ինչքան փող ես ապարքեվաճար ստացի, ասում բանա։ Ես ամսական 1.5 միլիոն ավելացում եմ ստացել։ Ժողովուրդ ջան, օրենսդրությամբ ավելացում գոյություն չունի։ Շարժում ավելացում։ Օրինակ ինչի օրինակ ինչ որ թոշակառուի ավելացում չեն տալիս։ Ավելացում։ 1.5 միլիոն ամեն ամիս ես ավելացում եմ ստանում։ Ավելացում, ժողովուրդ ջան, ավելացում է լինելու մեր երկրում։ Եվ ուզում եմ ասել էլի ժողովուրդ ջան, ասենք լավ ձեն չենք անում, չենք ուզում, մենք այն ժամանակ կռիվ ենք տալիս, մեզ ինչ ասես ասում եք, որտեղ հեղափոխությունը նոր եղել, իշխանության ռեյտինգը բարձր էր, դեռ պատերազմը չէր եղել, բան տենց այդ բանի մեջ էինք, էլի։ Ես որպես ապացույց նաև ուզում եմ ձեզ ցույց տալ, որ չասեք, էլի բանա ասում, հա։ Ձևի բողոքի ձայնը ինչ է։ Ես եմ։ Իսկ դուք անում եք շատ վատ բան այդ ժամանակաշրջան։ Ուսալ Հայաստանը դեմա քվեարկելու քաղաքացիների հարկային բեռը ավելացնող այս նախաձեռնությանը։ Եվ խորհուրդ ենք տալիս հետ տանել։ Ինքալը խմբակցությունից խոսի Բաբկեն Թունյանը։ Բաբկեն Թունյանն եկավ ունդեղ բան, այսինքն ժողովուրդ ջան, ինչ եմ ուզում էլի ասեմ։ Ախր դուք որ սենց ասեմ կարող նեղանակ, բայց պետք է անկեղծ խոսալ, դուք արած աշխատանքնել ընդդիմության չեք գնահատել։ Այսինքն ձեր շահերի պաշտպանության համար միակ ֆրակցիան, որ կռիվատվել, Լուսավոր Հայաստան կուսակցությունն է եղել, եկել ընտրություններ, դուք գնացել եք օրինակ Նիկոլ Փաշինյանին էլ ընտրել եք, հետո ընտրել եք Ռոբերտ Քոչարյանի ֆրակցիային ու Սերժ Սարգսյանի ֆրակցիային։ Եկեք հայմատենք նայենք, մենք ոնց ենք աշխատել, իրանք ոնց են աշխատել։ Սա էլ ուղղակի տենց որպես հավելում ասեմ, էլի այս ամեն ինչին։ Վերջին հաշվով սիրելի հայրենակիցներ, այս տարի, երբ որ 100%-ով ավելանում է գույք հարկը, ուզում եմ հիշեցնել, որ նաև կան ընտրություններ։ Եվ մենք բոլորին կոչ ենք անում, որ մենք կարող ենք այս ընտրություններով, եթե միահամուռ ուժերը ներդնենք, կարող ենք այս իշխանությունը փոխել։ Բնականաբար որ իշխանությունը փոխենք, այս գույք հարկի, այս անարդար օրենքը բնականաբար կվերանայենք։ Բնականաբար կվերանայենք ձեզ թալանելու այս ամեն ինչը, որ կկանգնեցնենք։ Կկանգնեցնենք այս թալանը, ժողովուրդ։ Թալանում են մեզ բոլորիս։ Մենք չենք ստանում բարձր որակյալ ծառայություններ կամ ընդհանրապես չենք ստանում ծառայություններ։ Բայց այդ փողերը գանձվում են։ Եվ հուսով եմ բոլորը լավ հիշեցիք, չէ՞, կոവിഡ്ի ժամանակ, արտակարգության ժամանակ, որ ցույցեր, երթեր, ոչ մի բան հնարավոր չէր անել այդ ժամանակ։ Միայն կարող էին ելույթ ունենալ եւ դեմք վերքել եւ դա արել ենք։ Դե հիմա բան արեք, մտեք on-line ստուգեք, դե տեսեք 100%-ով իշխանված ձեր գույք հարկը թանկանում այս տարի։ Ու տեսեք դուք գոհ եք դրանից, տեսեք դրա դիմաց ծառայություն ստանում եք թե չէ։ Ու տեսեք ինչ եք անելու հունիսի 7-ին սպասվող ընտրությունների ժամանակ։ Սիրելի հայրենակիցներ, այսօր այսքանը, խնդրում եմ տարածել ըստ տեսանյութը, որ մարդիկ իմանան ինչ են բերել իրանց գլխին ու ինչա գալիս։ Եվ միահամուռ բոլորով համախմբած այս տարի կանգնեցնենք այս արհավիրքը։ Լավ մնացեք, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։